Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի մեջ դիմել Երևանի բուսաբանական այգու տնօրինությունը։ Տարածքի լիարժեք ոռոգման ծախսերը հոգալու համար պետական բյուջեից լրացուցիչ գումարներ տրամադրելու միջնորդության խնդրով։ Օրերս հանձնաժողովի մի քանի անդամներ նախագահ Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ այցելեցին այգի, տեղում խնդիրներին ծանոթանալու նպատակով։ Այցելությունը կրեց եւ գործնական, եւ ճանաչողական բնույթ։ Հաստատության տնօրենը պրոֆեսոր Ժիրար Վարդանյանը հյուրերին ներկայացրեց այգու հնարավորությունները եւ այն հեռանկարները, որը կարող է իրականություն դառնալ ֆինանսական ապահովվածության պարագայում։ Բուսաբանական այգին ինքնուրույն ֆինանսավորում չի ստանում, այլ գտնվում է ինստիտուտի ընդհանուր համակարգում որպես ինստիտուտային ենթակառուցվածք։ Այդ ենթակառույցի ֆինանսավորումը բնականաբար ինստիտուտի շրջանակներում չի կարող ակադեմիական կառույցներով չի կարող ուրեմն բավարար համարվել այդ այգին բնակչության համար որպես բարեկարգված նորմալ վիճակում այցելուներին մատուցելու տեսանկյունից։ Պարտավոր ենք մենք պահելու, պահպանելու այն ինչ որ կա, այս մեր բոլորի կարծիքն էր, որ իրոք հերոսություն է, այս ամեն ինչը, որ այս ընթացքում, այս այն մութ ու ցուրտ տարիներին, որ կարողացել են պահել, այսքան ինչ որ կա, կարողացել են պահել, պահպանել, դա արդեն գովելի է, հերոսական աշխատանք են կատարել։ Հյուրերը այցելեցին Հայաստանում Շվեյցարիայի դեսպանի հովանավորությամբ վերակենդանացած վարդերի պուրակ, ապա եղան դարձյալ բարեգործական միջոցներով նորոգված ջերմատներում, որտեղ պահպանվում են արևադարձային եւ մերձարևադարձային բուսատեսակներ։ Այգում ահագին փոփոխություններ կա ջերմատների վերանորոգման, ծառուղիների կարգավորման, նոր ծառատեսակների համալրման իմաստով բավականին գովելի քայլեր է կատարվել։ Մնում է, որ այս լավ տրամադրությունը, որ սկսվել է բուսաբանական այգում, շարունակվի։ Տանտերերը հյուրերի հետ խոսեցին այն հակասության մասին, որ կա այգու այցելուների պահանջների եւ իդեմս Հայաստանի Հանրապետության Բուսաբանության ինստիտուտի գիտական հաստատության պարտադրանքների միջև։ Ներկայացված լինելով միևնույն տարածքում դժվար է եւ այցելուների հետաքրքրությունը լիարժեք բավարարելը եւ գիտական գործունեությամբ մասնավորաբար Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում ներկայացված բուսատեսակներն այգում ունենալը եւ պահպանելը մանավանդ այսօրինակ ֆինանսավորման պայմաններում։ Բազմաթիվ խնդիրներ կան, մենք առաջարկություն ենք արել, պատգամավորներս առաջարկություն արեցինք, որ մյուս բյուջեի ժամանակ կապը մենք պահելու ենք տնօրինության հետ, տնօրինությունը մեզ արդեն ներկայացնելու է իրենց ունեցած խնդիրները, այստեղ մենք տեսանք բազմաթիվ խնդիրներ կան, միայն ոռոգման համակարգի հետ կապված վարձի հետ կապված խնդիրը չէր, մենք անպայման աշխատելու ենք, իրենց հետ համագործակցելու ենք, նաև այստեղ առաջարկություն եղավ նստարանների հետ կապված, մենք տեսնում ենք, որ այստեղ նույն նստարանների խնդիրն է առաջ գալիս, այնպես որ մենք փորձելու ենք այնպես անենք, որ սա Հայաստանի միակ մեծ պարկն է, մենք պետք է կարողանանք այնպես անել, որ այստեղ մեր հյուրերին ավելի շատ գրավիչ լինի, այնպես որ մենք հանձնաժողովի անդամներս պատրաստ ենք, ես որպես հանձնաժողովի նախագահ պատրաստ եմ տնօրինության կողքին կանգնելու, առաջարկություններ անելու, նաև փորձենք հնարավորինս ճանապարհ գտնել բարերարների։ Կայացած խորհրդակցության ընթացքում տեղի ունեցավ աշխույժ հարց ու պատասխան, կարծիքների փոխանակում, որոնց հանրագումարում հանձնաժողովի նախագահն ու պատգամավորները պատրաստակամություն հայտնեցին ուշադրության կենտրոնում պահել հրաշքով փրկված այս գողտրիկ անկյան հոգսերը, հնարավորինն անել բուսաբանական այգին խնամված ներկայանալի հանգստյան գոտի դարձնելու ուղղությամբ։